Ինձ վրա ցանկացած դեպք ինչ-որ մի հետք թողում է, մանավանդ ինչը վերաբերում է երեխեքին, շատ ցավալի է։ Վանաձորինը ինձ երբ կանչը եղավ, գործիքներս վերցրեցի, գործընկերներիս հետ գնացինք այնտեղ, դեպքի վայրը տենալով անցա աշխատանքի։ 7 տարեկան բալիկին գտա մոտավորապես դեպքի տեղից մի 500 մետր են կողմից։ Ինքը ափի վրայից ծառը ընկել էր ջրի մեջ, փուճուրը գնացել էր ծառի տակ։ Շոշափելով թաթիկից գտա, հետո դժվարությամբ հանեցի այդ ծառների ճյուղերի մեջից, սկսեցի արդեն հաջորդի որոնումը։ Տևեց մի քանի օր, 10-11-ին հասնում էի տուն, փորձում եմ քնեմ, դե չեմ կարող։ Սաղ գիշերը պարկում մտածում էի, քարտեզով բացում նայում էի, որտեղ կարա երեխան պահած ունի, որ ես այդ տեղը նայած չլնեմ, որտեղ է թամ նայեմ, որտեղ բաց թողած կա։ Գետի աշխատանքի ինքնին շատ բարդ է։ Ու անսպասելի, անակնկալ ամեն ինչի հանդիպում ես, ամեն բարդության հանդիպում ես ու շատ վտանգավոր տեղերի աշխատանքները իրականացնում, դժվար հասանելի տեղեր։ Մեծ քույրիկին 13-ամյա աղջնակին էլի մցրել էր հաստ ծառի տակ, որը որ էլի գետի մեջ ընկած էր, ու ավազով ծածկել էր։ Տեղեր կար 5 անգամ, 6 անգամ նայել է։ Ու փաստորեն ավազի տակ, հետո մեշոկներ բան, եկել էր ծածկել էր, ավազի տակից կարեցակ շունչ սպայելով իշտում խորում է ավազի տակից։ Բալիկին անում։ Դրանց ավեր է սազում ահապը։ Երեխեք շատ են անում։ Երեխեք եմ անեգա երեխա եմ անի, ասենք իրավ տոտիկների կուկուի ոտի չապ հայել։ Տնից էլ են գերա պլոստեսի։ Հերոսի բան չկա, ուղղակի մարդ պիտի խղճով ապրի։ Էդի ես չեմ անում, էդի սիրտս անում։